Լորվաձորի և Արցախ աշխարհի միջև փոխգործակցության ձևաչափն իրեն արդարացնում է։ Մեծ ոգևորությամբ արդեն երրորդ անգամ Հայաստանի մարզերի և Արցախի վարչական շրջանների միջև փոխգործակցության խորացման ծրագրի շրջանակում բարեկամական նվերների փոխանակմամբ, պարգևատրումներով և Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպմամբ է նշանավորվել Լոռու մարզի պատվիրակության եղբայրական գործակցության այցը։ Հայկական երկու հանրապետությունների ամենատարբեր ուղղություններով միևնույն հարթությունում գործակցելու ռազմավարությունը նոր չի ընտրված, բայց այդ համատեքստում արդեն 4-րդ տարին է առանձնանում է Լոռվաձորի ու Արցախ աշխարհի երկխոսությունը, ինչը կարծես պատահական չէ հաշվի առնելով հայկական երկու հատվածների պատմական անկունքներն ու բնապատկերների նմանությունը։ Երբեմն նայում ենք ու ասում եմ, այ հիմա բարձրանում ենք Վարդաձոր, հիմա իջնում ենք Ստեփանավան, հիմա Ալավերդի ենք մտնում։ Ավանդույթի ուժով Արցախը մեծ հանդիսավորությամբ երրորդ անգամ արդեն Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի վարչական շրջանների միջև փոխգործակցության խորացման ծրագրի շրջանակներում դիմավորում է Լոռու մարզի պատվիրակությանը։ Գրեթե 100 հոգանոց պատվիրակությունը ժամանել է նախաձեռնությունների հետաքրքիր փաթեթով, երկօրյա օրակարգում ունենալով առողջապահական, գյուղատնտեսական ու մշակութային ծրագրեր։ Փորձելու ենք նաև ներքին տուրիզմը զարգացնել Հայաստան-Արցախ, որովհետև գաղտնիք չէ, որ մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության մոտ 10%-ն է հազիվ եղել Արցախում։ Կա խնդիր նաև, որպեսզի Արցախի բնակչությունը նույնպես լինի Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում, հատկապես մեր մարզում։ Միանշանակ պատասխան այցելությունները անհրաժեշտ են, նախ եւ առաջ ճանաչողական։ Մարտակերտի 80 հիվանդներին բուժօգնություն, 4 տրակտոր դարձյալ շրջանի գյուղատնտեսական աշխատանքների համար համերգային ծրագիր եւ վերջապես Լոռվա գեղանկարիչների մեծ նվիրատվությունը Շուշիի նորակառույց պատկերասրահին։ Բարեկամական նվերների փոխանակմամբ ու պարգևատրումներով նշանավորվեց Մարտակերտում կազմակերպված հանդիսավոր նիստը։ Պատվիրակությանը հյուրընկալելով նախագահական նիստավայրում Արցախի Հանրապետության ղեկավարը կարևորեց փոխգործակցության նման ձևաչափը։ Ես կարևորում եմ նաեւ ձեր համագործակցությունը հատկապես Մարտակերտի շրջանի հետ կապված։ Պատերազմական գործողությունների ժամանակ ամենալուրջ ավերվածությունները մենք ունեցել ենք Մարտակերտում եւ ցանկացած միջամտություն այդ շրջանի կյանքում բնականաբար իր ազդեցությունն է թողնելու շրջանի զարգացման գործում։ Հետևաբար եւ շահագրգռված եմ եւ պատրաստ եմ ամեն կերպ նպաստելու, որպեսզի այդ մեր համատեղ աշխատանքը լինի արդյունավետ եւ կարծում եմ դրա համար բոլոր նախադրյալները ստեղծված են։ Ակնհայտ է, որ մեծ է նաև լեռնամետալուրգիական ներուժով հայտնի Լոռու մարզի ազդեցությունը Արցախում հանքարդյունաբերության ձևավորման ու զարգացման գործում։ Ուստի արդեն 10 տարի Մարտակերտում գործող Base Metals ընկերությունը հանդիսանում է նաև Լոռի Արցախ բարեկամության հենասյուներից մեկը։ Պատվիրակության երրորդյա շրջագայության գլխավոր հովանավոր Valex ընկերությունների խմբի նախագահն էլ կարևորելով Արցախը Հայաստանին կապող երկրորդ ճանապարհի առկայությունը նախանշում է արդեն հեռանկարային ծրագրերը։ Շուտով մենք կունենանք նաև հնարավորություն ավելի մեծ շարժ զբոսաշրջիկների ունենանք զուտ հյուսիսային ճանապարհով եւ փոքր ինչ արդեն դնալու դեպի նվազացմանը դրբոնի կոմբինատը քայլ առ քայլ կդառնա մի հանգստյան եւ հյուրանոցային գոտի։ Բոլոր այցերի, բոլոր ժամերը իրենց մեջ պարունակում են առաջի հերթին վստահության եւ մի հոգսով, մի ցավով, մի ուրախությամբ ապրելու այդ ամենաթանկ թերևս հասարակության մեջ ամենաթանկ տրամադրվածությունն են մի անգամ եւս հաստատում։ Բարեկամության կամուրջի մշակութային ակորդները եվրատեսիլյան ակցենտով էր, համերգին եվրատեսիլի աստղերն են Լոռեցի Նարեկ Կազազյանն ու արցախցի Վլադիմիր Արզումանյանը։ Նրանք իրենց եղանակով, հիացմունքի եւ հպարտության ակնթարթներով ամրապնդեցին արդեն ձևավորված բարեկամությունը։ Մերի Դավթյան, Սամվել Սայյան, Առաջին լրատվական։